Ազգային ժողովում այսօր ևս շարունակվեց 2026 թվականի բյուջեի քննարկումը։ Նիստի մեկնարկին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ ճանապարհային պատահարների վիճակագրությանը, որը վերջին օրերին հասարակության շրջանում քննարկման թեմա էր դարձել։ Պատգամավորն ասաց, որ 2023 թվականի համեմատ 2024-ին պատահարների հետևանքով 45 զոհ պակաս է գրանցվել։ Պատգամավորը կարևորեց բարեկային ծառայողների դերն այս գործում եւ ընդգծեց, որ վերջիններս գերազանց են իրականացնում նաեւ հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումը։ Այսինքն 1 տարի 9 ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 88 զոհ պակաս, քան նախկին 1 տարի 9 ամիսների ընթացքում։ Նման վիճակագրություն երբևէ մենք չենք ունեցել, որ հնարավոր լիներ զոհերի թիվը այսպես նվազեցնել։ Հաջորդիվ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ներկայացրեց 2026 թվականի բյուջեի քննարկման կարևորագույն ցուցանիշները։ Ըստ այդմ սոցիալական պաշտպանության ոլորտում, օրինակ 2018 թվականին կատարված ծախսը կազմել է 408.7 միլիարդ դրամ, իսկ 2026-ին նախատեսվում է 993 միլիարդ դրամ։ Առողջապահության ոլորտին 2018-ին հատկացվել է 84.1 միլիարդ դրամ, իսկ 2026-ին կլինի 210.9 միլիարդ դրամ։ Ընդհանուր ծախսերը 2018 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ունեցել է 1 տրիլիոն 465.2 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականին 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, այսինքն աճը միլիարդ դրամներով կազմում է 2 տրիլիոն 162.8 տրիլիոն, իսկ տոկոսներով 148%, 2.5 անգամ աճել է։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր ելույթում նշեց, որ 2018-ի համեմատությամբ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Հենց սրա բերումով է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին օրինակ զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470.000 դրամ հավելյալ աշխատավարձ։ Ըստ նախարարի էական փոփոխություններ եւ ներդրումներ են կատարվել նաեւ ռազմական կրթության ոլորտում։ Այս համատեքստում Պապիկյանը հիշեցրեց, որ 2026-ին ռազմաուսումնական հաստատություն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ, բացառություն է վաճառքի իրավունքը։ Այժմ ռազմական ակադեմիայի կուրսանտի առաջին կուրսի բազային կրթաթոշակը կազմում է 15.000 դրամ եւ ըստ առաջադիմության կուրսանտը կարող է ստանալ 45.000, 60.000, 75.000 դրամ կրթաթոշակ։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր եւ գերժամանակակից սարքավորումներով, ինչն ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունն ու բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։ Զինծառայողների բնակապահովման ուղղությամբ ներդրված ծրագրերի շնորհիվ ունենք զգալի առաջընթաց, ասաց Պապիկյանն ու հիշեցրեց. 22-ից 25 թվականներին ընդհանուր բյուջեից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողների, զոհված եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման տողով բնակարան է հատկացվել 564 շահառուի։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում բնակարան է ձեռք բերել 2600 շահառու։ Հայաստանի բանակն օգտագործվելու է միայն տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է, ասաց Պապիկյանն ու նշեց. անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ։ Մեր ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմաարդյունաբերությունը։ 2022 թվականին մենք ունեցել ենք մոտավորապես տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր։ Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը այսօր դարձել է 171 միլիարդ ՀՀ դրամ։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ իր գերատեսչության բյուջեն ներկայացնելիս նշեց, որ ոստիկանության ինստիտուցիոնալության զարգացման տեսանկյունից 4 հենասյունային ուղղություններից վերջինը ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ին արդեն իսկ գործարկվել է։ Այն լինելու է մեր ներքին անվտանգության համակարգի կարևորագույն ուղղություններից մեկը, ունի սպառազինության գերժամանակակից, այսպես ասեմ, տարբերակ, վերապատրաստված անձնակազմ։ Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաև հանցագործությունների դրանց բացահայտման վիճակագրությանը։ Հիմնական հանցագործությունները ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են Հայաստանի Հանրապետությունում, կազմելով 9 ամիսների հաշվարկով 85.7%։ Պիտի փաստեմ, որ բացահայտման արդյունավետությունն է աճել, որովհետև մեղադրյալներով գործերի թիվը աճել է 3.5%-ով, ծանր հանցագործություններով 5.8%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 9.9%-ով։ Ներքին գործերի նախարարը տեղեկացրեց, որ 2026-ի երկրորդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր։ Այնուհետև ելույթների ժամանակ կրկին ընդդիմադիր ուժն առիթն օգտագործեց իշխանության հասցեին հնչեցնել տարբեր մեղադրանքներ, որոնք իհարկե ստացան համապատասխան արձագանք։ Դուք այնքան մեղքերի մեջ եք, ամեն անգամ, երբ որ դուք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեզ ինչ-որ բաների մեջ մեղադրում է, հետո գալիս է ընտրությունները կրվում է, դա ի ցույց է դնում, որ դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մեկը մարդիկ ասում են յախա են թափ տալիս, կներեք այդ բառի համար, ասում են ով ուզում ալինի, մենակ սրանք չլինեն։ Դուք այդ գիտակցումը ունեք, կամ բանակցելու մասին եք խոսում, ինչ տուն, ինչ առանձնատուն, ինչ բանակցելու մասին եք խոսում, բա ուրա Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեռանք ասելով եկեք, բանավեճի։ Տիկին Վարդանյան, ես ձեր պատասխանը, քաղաքական պատասխանը իմ սենյակում տվել եմ, երբ որ դուք պատռելով զոհված ինձ նկարները, որոնց շարքում իմ եղբայրն էր, շպրտեցիք իմ դեմքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր եզրափակիչ ելույթում պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին հստակեցրեց Հայաստանի Հանրապետությունը դուրս է բերվել թակարդից։ Այդ որ ասում են այդ 29,000-ը վատ է։ Իրանք ասում են ոնց այդ գրպանից պետք է հետ գնանք այդ գրպան արա, դուք ոնց եք դուս եկել այդ գրպանից։ Այդ գրպանում աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են Ղարաբաղը ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։ Էդ էլ ասեմ, տպավորություն եմ փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ որ բան ունենք, վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք, կամ իրանք ես այն օրը նախարարին ասել եմ, որ չեմ ուզում ասեմ, որովհետև կարող է լավ չէ, ինչի, բայց կներեք այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը Ղարաբաղցի է։ Փաշինյանն անդրադարձավ նաև պետական պարտքը 8 միլիարդով ավելացնելուն, նշելով. 171 միլիարդ դրամի պատվեր կա տեղադրած ռազմարդյունաբերության համակարգ։ Եվ այս խոսույթը տեսեք նույն վերադառնալով ռազմական սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային։ Այս խոսույթը առանց այն արձանագրման, որ մեր բանակը ոչ թե մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու։ Եթե այս ամեն ինչը իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։